Ինչ վերաբերվում է 3 ապարանի իրավիճակին, ես ասեմ, որ ի սկզբանե ինձ հետ հուզել է եւ ասեմ նաեւ, որ այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև որպեսզի չստացի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ ինչ-որ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար բանենք, որովհետև տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր պարզաբանումներ, մենք հիմա ծառայական քննություն կիրականացնենք եւ այնտեղ որտեղ պարզի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ ազատվենք։ Այս վերջերս ընդհանրապես ես ասեմ, որ այս վերջերս դիտորդների հետ մի զրույց եմ ունեցել, ինձ հարց տվին, ասին 8 տարիա վարչապետ եք, ոնց եք խուսափելու վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից, եւ ես իրենց ասացի կհավատաք, ես ատում եմ վարչական ռեսուրսը եւ դա ճշմարտություն է, որովհետեւ այդ թվում այնտեղ որտեղ կա նմանատիպ երևույթ, դա ինձ հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել եւ զգալ քաղաքացիների էմոցիաները։ Ես այսօր քաղաքացիների հետ մարդիկ իրենց տներից իջնում են եւ խոսակցություններ են տեղի ունենում, որոնք ինձ այնքան հուզում են, որ ես նույնիսկ ելույթի ժամանակ չեմ կարողանում հուզմունքս զսպել։ Այսինքն մեր ինչին է պետք վարչական ռեսուրսը։ Եվ էլի ասել եմ եւ ասում եմ, ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանք։ Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կանխարգել են, երկուսն էլ ապօրինի գալ մեր հավաքի, էլի չի մնա առանց հետևանքի։ Դա միանշանակ։ Շնորհակալություն։ Ուղղակի ճշտով ապարանի միջադեպով են դպրոցի տնօրենները ազատվել աշխատանքից։ Չեն ազատվել, դիմում են գրել։ Ես ասել եմ, թող դիմում գրեն եւ գրել են։ Եթե չեմ սխալվում, 4 դպրոցի տնօրեն, ով որ ներկա է, որտեղից աշակերտ է ներկա եղել ընդհանրապես, ասել եմ պարզել, չեմ կարող անգիր հիշել։ Ինձ ասել են, որ 4 դպրոցից է, պարզել եմ այն մարմինները, որ կարող են ճշտել, որ դպրոցի երեխեքը եւ ուսուցիչներն են, եւ որը պարզվել է, ասել են, որ դիմում գրեն, բայց այդ դիմումները չեն մակագրվի, այսինքն չեն ազատվի իրանք դե յուրե աշխատանքից, որովհետեւ պահի տակ կարող է հիմա այսօր էլ երեխեք կային, աստին դասից փախել են։ Հիմա հասկանում ենք, չէ, որ ես էլ իրանց հորդող հարգելի ազատություն, երկխոսության չվերապրեք, մյուսներն ես էլ եմ ասում։ Իրադրություն արձանագրված է, բայց որպեսզի չստացվի, որ մենք այսպես կամ սխալ տեղեկատվության կամ բուլինգի արդյունքում մարդկանց աշխատանքից ազատում, հիմա իրանք շնորհակալ են, իրանք դիմում են գրել, համարելով, որ ինչ-որ խնդիր կա։ Հիմա այդ դիմումների մասով կլինեն ծառայական քննություններ։ Այնտեղ որտեղ կհիմնավորվի, որ տեղի ունեցել ապօրինի բան, ընդ որում մենք դա կանենք թափանցիկ, որ հետո չստացվի, որ ինչ-որ բան փորձեցինք ծածկել, փակել։ Նախ ես ասեմ հետևյալը, նախ մենք ոչ միայն չենք հրահանգ տվել, որպեսզի այդպիսի բաներ լինեն, այլև խստորեն հրահանգել ենք բացառել նման երևույթները։ Եվ ես հրապարակային եւ բաց եւ թափանցիկ եմ ասել, ոստեղ եզրը այնա, որ մարդիկ որոշակի պայմաններում իրավունք չունեն այդ process-ի մասնակցել, բայց նաև մարդկանց չեն կարող մենք այն հատվածներում, որտեղ իրանք եւ իրավունք ունեն եւ ցանկություն ունեն, հիմա չստացվի, որ հակառակ կառավարությունը ասում է, վայ, մեզ հանկարծ չաջակցեք, էս էլ է, այսինքն մեզ նաև կարա պրովոկացիան մեզ այդ դաշտ մղեն։ Ես գիծը դնում եմ օրենքի, օրինակ, ուսուցիչը իրավունք ունի քաղաքական ակցիայի, միանշանակ իրավունք ունի, բայց հարցը այն է, հենց դա վարչական ռեսուրսի կիրառման բա, թե կամ օրինականության շրջանակներում, թե ապօրինյա, այնտեղ որտեղ օրենքը չի խախտվել, մարդիկ իրավունք ունեն մասնակցել ցանկացած հավաքի, ինչ հավաքի, որ իրանք ուզում են մասնակցել։ Իսկ այնտեղ որտեղ օրենքը խախտվել է, կլինի հետևանք։ Հիմա ես բարդ թափանցիկ ասում եմ, մենք կոնկրետ տնօրենները դիմում ենք գրել, բայց մենք այդ դիմումները չենք մակագրի, այսինքն իրանք չեն ազատվի աշխատանքից, մինչև այն պահը, երբ որ մենք կարձանագրենք ապօրինության փաստ։ Եթե չենք արձանագրի ապօրինության փաստ, այդ մարդիկ կշարունակեն աշխատել։ Եթե առանձին կարճ ասածում գործողություններում ապօրինության փաստ կարձանագրենք, դա կունենա հետևանք։ Որտեղ չի լինի ապօրինության փաստ, բնականաբար հետևանք չի։